Երեկո սիրելի ֆուտբոլասերներ, հերթական խաղային շաբաթն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր երկու հանդիպման ենք միասին դիտելու։ Առաջին խաղում պայքարի մեջ են մտնում երկրորդ դիվիզիոնից երկու թիմեր՝ Արսենալը եւ Արարատը։ Տեսնենք ինչի հանդիպում կընթանա, խաղի մրցավարի սուլիչը լսված է եւ խաղը մեկնարկեց։ Բարի դիտում եմ մաղթում բոլորիս։ Հիմա անցնենք թիմերի հայտացուցակներին, սկսեմ մինալ դաշտի տեր Արսենալից, Արսենալի դարպասը պաշտպանում է համար 1 Սերգեյ Գալստյանը, համար 4 Արման Քեպիկյան, համար 7 Կամո Արզումանյան, համար 9 Էրիկ Կարապետյան, համար 13 Հարութ Յախանյան, համար 17 Սպարտակ Գևորգյան, համար 19 Արություն Քեպիկյան, համար 21 թիմի ավակ Էրիկ Մանուկյան և համար 23 Տանաբանդ Պատիսամ։ Արարատ դարպասում է համար 1 Վիրապ Կիրակոսյանը, համար 3 Վրեժ Հարությունյան, համար 6 Արմեն Մակյան, համար 7 Ղազար Ղազարյան, համար 8 Արմեն Մելոյան, համար 10 Զորաբ Զաքարյան, համար 11 Ռազմիկ Հակոբյան, համար 22 Արտակ Սարգսյան, համար 41 Արման Պողոսյան և համար 79 թիմի ավակ Գերաս Մանուկյան։ Եվ տեսնում ենք դեռ երկու թիմերը փորձում են տանգավոր գրող կազմակերպել, Արարատն է անցել գրոյի այս պահին։ Արսենալը 12 հանդիպում է անցկացրել այս մրցաշարում և 13 միավոր 13 հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Արարատը 13 խաղից 18 միավորով 10-ը 10-րդ հորիզոնականն է գտնվում, շատ մոտ են երկու թիմերն էլ միմյանց գտնվում մրցաշարային աղյուսակում 14-րդ տուրի հանդիպում է այս խաղը։ Եվ տեսնում ենք երկու թիմերն էլ աղադաշտում փորձում են ինչ-որ բան անել
Այլ Արսենալն է անցել գրոյին։ Կա որ կարող է ստացվել։ Նրան փոխեց գրոյի եզրը։ Վիցարված և Սպարտակ Գևորգյանի փորձը շեղ էր, առաջին հարվածը տեսանք արդեն այս խաղում։ Երկով խաղ այստեղ եմ կամ արժանականից։ Գերաս Մանուկյանը գնդակը ուղարկելու է դեպի Տուրանային հրապարակ։ Անցում տանգավոր է և Են Մակյանը հարվածեց, բայց բարձր էր նրա հարվածը, մեկական հարված արդեն տեսանք երկու թիմերի կողմից էլ, երկուսն էլ դիպուկ չէին։ Հիմա Արսենալն է սկսում հական գրողներից մեկը այս Արզումանյան խաղարկում։ Այս պայն շատ բարձր չէ խաղի, տեմպը իմ այլ սխալվում է։ Սպարտակ Գևորգյանը, տանգավոր կարող է լինել արված։ Ոչ, տեսնում ենք ծավարը սուլեց և խաղթում է նշանակել դաշնից երկրոնում։ Ավելի լավ դիրք, կրկին Գերաս Մանուկյան, այս անգամ կարող ենք հարված տեսնել, տեսնենք մրցավարը սուլեց, Մանուկյան հարված և բարձր է հարվածում Արարատի ավագը։ Եկավ իր կիսադաշտից Արսենալը, բայց Արզումանյանը լավ փոխանցում չկատարեց։ Խանյան երկու թիմակից նրա դեմ, բայց ի վերջո Արարատը խլեց գնդակը։ Այսօր տեսնում ենք Արարատի հիմնական հայտացուցակից, բացակայում է թիմի և այս մրցաշարի այս պայն լավագույն ռմբարկուն Պարքև Աբրահամյանը շատ մեծ կորուստ է Արարատի համար, 17 գոլ է խփել այս պայն Աբրահամյանը այս մրցաշարում։
Ախանյան լավ պատկառում է տեսանք, Արզումանյան հրաշալի փոխանցում, բայց Մանուկյանին չասավ, այս գնդակը հիմա կարող է հակագրոել Արարատը, բայց Վրեժ Հարությունյանի փոխանցումն էլ անհաջող ի վերջո ստացվեց, հարված կտեսնենք Սերգեյ Գալստյանի պաշտպանած դարպասից։ Հերվից հարված, Մանուկյանն է հարվածում հիմա էլ, բայց նորից բարձր։ Խլեց գնդակը Արարատը և նետվում է գրոյի Սարգսյան, բայց հրաշալի է պաշտպանվում Սպարտակ Գևորգյանը Սարգում Էլոյան Սարգսյան հարված և առաջին դիպուկ հարվածը կա, Գալստյանն է փրկում իր թիմին Շատ վտանգավոր էր հիմա Արտակ Սարգսյանի հարվածը 10 րոպե անցավ խաղի մեկնարկից 0-ներ են դեռ մեզ մոտ առաջին դիպուկ հարվածը տեսանք հենց 10-րդ րոպեին Արտակ Սարգսյանն է կատարեց Սերգեյ Գալստյանն էլ փրկեց իր թիմին առաջին սեյվը նրա կատարմամբ այլ Արսենալն է փորձում պատասխանել Յախանյան Լավ փոխանցում, Կարապետյան արված և հիմա էլ Վիրապ Կիրակոսյանն է փրկում իր թիմին մեկական սեյվ երկու թիմերի դարպասապաններից տեսանք Հիկ Կարապետյանը հարվածեց և առաջին անկյունային է այս խաղում միայն 11-րդ րոպեին հարկված է անկյունայինը Մանուկյան Փոխանցում Գևորգյան հեռացված է գնդակը շարունակվում է Արսենալի գրոհը գրոհի Արզումանյան չկա դեռ տարբերակ հարվածելու և ի վերջո կորցնում է գնդակը Արսենալը Փոփոխություններ երկու թիմերի կազմերում էլ Յախանյան և անկյունային է վաստակում իր թիմի համար Հավիթ Յախանյանը երկրորդ անկյունային է Արսենալի Տուգանային հրապարակ հեռացված է Շարունակվում է Արսենալը գրոհել Կարապետյան գնդակը հեռացված է Տանապան սլանում է առաջ Տանապան արված և գոլ Փայլուն գոլը եղինակի հիմա դառնում Տանապանը և հաշիվը բացված է մեզ մոտ 1-0
Պոտիսամ տանապան 1-0 խաղի հաշիվը բացված է ի վերջո 14-րդ րոպեին։ Այլուն անցումներից հետո կարողացավ Արսենալի ֆուտբոլիստը հիլիարդային հարվածով գնդակը ուղարկել Վիրապ Կիրակոսյանի դարպասը և հիմա հետապնդողի դերում է արդեն հայտնվում Արարատը, տեսնենք այս գոլին նրանք ինչպես կպատասխանեն։ Կրկին Արսենալն է նետվել գրոյի Արզումանյան և Կիրակոսյանը վերցրեց գնդակը։ Յախանյան, շատ ակտիվ է տեսնում եք Հարութ Յախանյանը, Արզումանյան և անհաջող էր Ռամո Արզումանյանի փոխանցումը, այլ արագ նետվում է գրոյի Արարատը Սարգսյան, դադար վերցրեց Սարգսյանը, Կյան, փակված է հարվածը, Gına. Stove salma. Շատ լավ հիմա նկատեց Կեպիկյանը Արզումանյանին, բայց լավ չմշակեց հիմա գնդակը կամ Արզումանյանը։ Անկյան դեռ տեսնում ենք այլուն են պաշտպանությունը գործում Արսենալի տղաները և մի փոքր առավելություն ունեն այս պայն խաղում Յախանյան սկսեց գրոյլ Արսենալը տանապան արված և Վիրապ Կիրակոսյանն է փրկում իր թիմին երկրորդ փորձը տանապանի այս խաղում շատ վտանգավոր էր նորից կարող էր երկրորդ անգամ խոցել Կիրակոսյանի դարպասը Իսամ տանապանը բայց այս անգամ Կիրակոսյանի իր թիմում էր անկյունային փոխանցում Ասավ գնդակին Մանուկյանը Յախանյան փոխանցումն էլ ուժեղ էր Մանուկյան Կում է իր թիմին Գերաս Մանուկյանը Արարատի Մանուկյան ազգանունով ֆուտբոլիստ է և անկյունային նորից Անյան պապու փոխանցում վտանգավոր էր
Շարունակվում է մնալ գնդակով Արսենալը։ Այսօր դեռ նրանք հայլուն են անցկացնում դաշտում։ Մելոյան վտանգավոր էր հիմա էլ ալն էր Մելոյանի արվածը, բայց Ալեստյանը մի փոքր դժվարությամբ կարողացավ որսալ գնդակը։ Դեռ տեսնում ենք ոչինչ չեն կարողանում անել առջևում Արարատի տղաները։ Լավ խաղարկումներով կրկին շարժում են առաջ Արսենալի ֆուտբոլիստները, Կարապետյան փոխանցում, մեծ գնդակ Արարատը իվերջո։ Մելոյան նետվել է գրոյի Արարատը, Արմեն Մելոյան և շեղ է արվածում Արմեն Մելոյանը։ Վերջին 5 րոպեն մնաց չի խաղակեսի ավարտին։ Դիսամ տանապանի միակ գոլի շնորհիվ այս պահին հաղթում է Արսենալը Արարատին։ Վերջին փոփոխությունները տեղի ունեցան այս խաղակեսի։ Արսենալն է գրոհում և Էրիկ Մանուկյանի հարվածը այս անգամ էլ չստացվեց։ Այլ Արարատն է անցել գրոյի վտանգավոր էր և անկյունային կարողացավ ի վերջո վաստակել այս դրվագից հետո։ Մանուկյան և հիմա ինչպես կարողացավ ուժեղ Երաս Մանուկյանը նպաստավոր դիրքից։ Շալի պատխարդում Կամո Արզումանյան, լավ փոխանցում և Կարապետյան հիմա մի փոքր շեղ էր հարվածը Էրիկ Կարապետյանի, բայց ինչ խաղարկումներ էր հիմա
Արսենալի ֆուտբոլիստների կատարման այլուն անցան ուղակի իրենց կիսադաշտը և ընթացքից հարվածը Կարապետյանի վերջում էլ տեսանք, բայց մի փոքր շեղ ստացվեց Կարապետյանի հարվածը։ Եվ վերջ, առաջին կեսն ի վերջո ավարտված է, Օտիսան Տանապանի միակ գոլի շնորհիվ այս պահին Արսենալը հաղթում է Արարատին 1-0 հաշվով, գնանք ընդմիջման կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադարձանք սիրելի ֆուտբոլասերներ, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ և առաջին կեսից հետո Արսենալը հաղթում է 1-0 հաշվով Արարատին, Օտիսան Տանապանը Արսենալի կազմից աչքի ընկավ, ընդհանուր մի փոքր առավելությունը հենց Արսենալին էր, թե տարածքային, թե հարվածների առումով նրանք առաջին կեսը իրենց առավելությամբ անցավ և հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնել երկու թիմերը և ի վերջո այսօրվա խաղում ով կկարողանա հաղթանակի հասնել։ Արագ վերհիշենք թիմերի կազմերը և անցնենք խաղին։ Արսենալ դարպասում է Սերգեյ Գալստյանը, Արման Կեպիտյան, Արսենալյան, Էրիկ Կարապետյան, Արուտ Յախանյան, Սպարտակ Գևորգյան, Հարություն Կեպիտյան, Էրիկ Մանուկյան և Օտիսան Տանապան։ Արարատ դարպասում է Վիրապ Կիրակոսյանը, Օրեշ Հարությունյան, Արմեն Մակյան, Ղազար Ղազարյան, Արմեն Մելոյան, Զորաբ Զաքարյան, Ռազմիկ Հակոբյան, Արտակ Սարգսյան, Արման Պողոսյան և Գերաս Մանուկյան։ Այսքանը կազմերի մասով Արսենալն է անցել գրոհի փայլուն փոխանցում Կարապետյան։ Փորձեց հետաքրքիր ոճով Էրիկ Կարապետյանը դառնալ հեղինակ։ Էլ Արարատն է նետվել գրոհի Մակյան և հարված դարպասից։ Zor, Kendaka!
Yaxanyan Շատ վտանգավոր էր Տանգավոր է և գոլ, կրկնապատկում է իր առավելությունը, Արսենալը Էրիկ Կարապետյան 2-0 Էրիկ Կարապետյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Արսենալը և Կարապետյանը հպում է իր գոլ այսօրվա շատ արագ կարող էր հիմա կրճատել հաշիվը Արարատը, բայց Արմեն Մելոյանի արվածից հետո փրկեց իր թիմին ի վերջո Սերգեյ Գալստյանը Ակյունային Դակը հեռացված է Եվ հիմա էլ Գալստյանն է վերցնում դակը Այլուն խաղարկումներ նորից Սոր Արսենալը շատ հանգիստ է տեսնում են խաղադաշտում գործում Այլուն խաղարկումներ կրկին Մանուկյան լավ փոխանցում Թողեց գնդակը Յախանյանը հասավ գնդակին Քեփիկյանը վտանգավոր է Մանուկյան արված դարպասաձողն է փրկում Հիմա Արարատին շատ վտանգավոր էր Այլ Արարատն է նետվել գրոյին և խախտում Շատ վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Արարատը Նորից Գերաս Մանուկյանն է գնդակի մոտ Մանուկյան այս անգամ պատին հարվածեց երկրորդ փորձն էլ շեղ էր Գերաս Մանուկյանին Փոխանցում Արզումանյանի ուղղությամբ դուրս եկավ իր տեղից Կիրակոսյանը և հեռացրեցին գնդակի վերջո Ստեղ էլ փայլուն գործեց պաշտպանությունում Սպարտակ Գևորգյանը Սենալը անցած տուրում հանդիպեց Երևանին և կարողացավ 4-2 հաշվով հաղթել Այնտեղ էլ Էրիկ Կարապետյանը կարողացավ գոլի եղինակ դառնալ և նա այդ խաղում խփեց իր 100-րդ գոլը Ֆելի պատմության մեջ իսկ Արարատը Մեյքինգ հաշվով պարտություն կրեց Արցախի հետ
Դեռ միակ գոլը հեղինակեց թիմի ավագ Երաս Մանուկյանը Արարատի կազմում։ Տասը րոպե անցավ երկրորդ կեսից և 2-0 է այս պայն աղի աշիվը։ Արարատն է անցել գրոյ Հակոբյան և բարձր է արվածում Ռազմիկ Հակոբյանը։ Այլ Արարատն է անցել գրոյի և անկյունային։ Ստում ենք մի փոքր խաղի տեմպ ընկավ։ Եվ ի վերջո Կարապետյանը խախտում է խաղի կանոնները։ Լավ փոխանցում Հակոբյանի ուղղությամբ և նորից անհաջող գրո Արարատից։ Այսօր տեսնում ենք Բարքև Աբրահամյանի բացակայությունը շատ։ Բան է փոխում թիմի կազմում։ Լավ չեն համագործակցում կոմիսները Արարատի այսօր։ Կապոսյան լավ փոխանցում Մանուկյան արված և Գալստյանը փրկեց իր թիմին։ Կարապետյան լավ խաղարկումներ։ Սացրից փոխանցում Կեպիկյան, Կարապետյան վտանգավոր էր։
Բան փայլուն անցում թույլ էր, օխանցումը թույլ էր տանապանի։ Նետվեց Արսենալը Յախանյան և չուչը արվածեցիր Հարութ Յախանյան անցակերոյի Արարատը Կոպյան պակված է արվածեմ, երկրորդ տեմպով է շարունակում Արարատի գրոզ Զաքարյան և բարձեմ Մանուկյան արվածը պակեցին և անկյունային ստում ենք ակտիվացավ Արարատը վերջին րոպեներին և փորձում են նրանք ինչ-որ բան անել ապարակ շարունակվում է Արարատի գրոհ Մանուկյան խախտում Հարկեց գնդակ Արարատը Հարությունյան անցում տուգանային հրապարակ գնդակը հեռացված է և հիմա էլ Արսենալն է փորձում գրոհել Մանուկյան ձախ եզրով շարժվում է առաջ Էրիկ Մանուկյանը Քեպիկյան, Յախանյան Փոխեց եզրի վերջո Քեպիկյան արված և գոլ Շատ լավ արված տեսանք Արման Քեպիկյանից և հաշիվը դարձնում է 3-0 Արման Քեպիկյան 3-0 Նա շատ մեծ առավելություն է ստանում Արսենալը Արարատի նկատմամբ և լուրջ հայտ է ներկայացնում այսօր 3 միավոր վաստակելու Կիմփայլուն գրոհ տեսանք Արսենալի տղաներից և հավացան հերթական գոլը հեղինակել
Հարկումներ Կարապետյան արված գեց իր թիմին Վիրապ Կիրակոսյանը Մանուկյան և խախտում Տանգավոր դիրքում հիմա Արարատը հաստակել է Տուգանային Սոր չկա Պարքև Աբրահամյանը և Արարատի Տուգանայինները Երաս Մանուկյանն է իրացնում Շատ լուրջ է հացակայությունը Պարքև Աբրահամյանի Սնենք Մանուկյան Հարված և գոլ, ի վերջո կրճատում է Ռաղի հաշիվը Արարատը Գերաս Մանուկյանը Հայլուն գոլով աչքի ընկնում մեզ մոտ 3-1 Գերաս Մանուկյան 3-1 մի փոքր կրճատեց հանդիպման հաշիվը Արարատը և երկրորդ անընդմեջ խաղում կարողանում է Մանուկյանը գոլով աչքի ընկնել Արարատը նորից շարժվել է առաջ Եվ անկյունային արված Արարատը փորձում է Արագ նորից կրճատել հաշիվը Տուգանային հրապարակ Եղել է այս փոխանցումը Եղել Արզումանյանի անցումը հաջող չէր, Կեպիկյան Մանուկյան Հավացավ անցնել Պողոսյանին Մանուկյանը Շարունակում է Արսենալը գրոհել Արզումանյան փոխանցում Կարապետյան Լիախանյանն է սխալվում կարող է հակագրել այստեղ Արարատը Մանուկյան, բայց Վայլուն գործեց կրկին պաշտպանություն Սպարտակ Գևորգյանը Վերջին 3 րոպեներն են մնացել մեզ մոտ Մենք փորձում է Արարատըից կրճատել հանդիպման հաշիվը Արսենալը խլում է գնդակը Կարապետյան վերջ է պետք դնել բայց Երիկ Կարապետյանը Մեկ Կիրակոսյանի վրա է հարվածում Սարքսյանն է շտապում
Պապեցյան և անկյունային Եվ կարծես թե այսօր Արսենալը դաշտ է 3 միավորով լքի տեսնենք ոչինչ չկա, շարունակում է հանդիպումը Յախանյան Արսումանյան լավ խարկումներ Գևորգյան արվածը փակեցին Գևորգյանի վտանգավորը շրջադարձ արված Էրիկ Կարապետյան փայլուներ իմ ամեն ինչ Էրիկ Կարապետյան 4-1 եւ ի վերջո հանդիպումն ավարտված է Արսենալը կարողանում է 4-1 հաշվով հաղթել Արարատին եւ երկրորդ անընդմեջ հաղթանակը տանել այս մրցաշարում հրաշալի հանդիպում ստացվեց սիրելի ֆուտբոլասերներ Մնացեք մեզ հետ կարճ դադար հիմա կվերադառնանք մի քանի րոպեից